Ողջույն, այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու նախանձի գլխավոր նշանը, որը մենք չենք նկատում։ Հենց դա է մեզ խանգարում հանգիստ ապրել եւ առողջ հարաբերություններ կառուցել։ Նախանձն այն զգացմունքներից է, որը մարդիկ հազվադեպ են խոստովանում անգամ իրենք իրենց։ Մենք ջանում ենք անտարբեր, ներողամիտ կամ նույնիսկ ուրախ երևալ ուրիշների ձեռքբերումների համար։ Սակայն հոգեբանները պնդում են, կա նախանձի մեկ գլխավոր նշան, որը հաճախ աննկատ է մնում։ Հենց այդ գլխավոր նշանն է մեզ խանգարում հանգիստ ապրել եւ առողջ հարաբերություններ կառուցել։ Նախ, ինչ է իրականում նախանձը։ Շատերը կարծում են, որ նախանձը պարզապես այն ունենալու ցանկությունն է, ինչ ունի դիմացինը՝ գեղեցիկ տուն, հաջող կարիերա, հանրաճանաչություն կամ տաղանդ։ Իրականում նախանձը շատ ավելի խորն է։ Դա զգացմունք է, որը շոշափում է մեր ինքնագնահատականը։ Երբ մենք նախանձ ենք զգում, ակամայից մեզ համեմատում ենք ուրիշների հետ եւ զգում, որ մեզ ինչ-որ բան պակասում է։ Հենց այս ներքին համեմատությունն է հաճախ անտեսանելի մնում մեզ համար։ Մենք կարող ենք մտածել. ես ուղղակի ուրախ եմ գործընկերոջս համար, բայց հոգու խորքում ափսոսանք կամ վիրավորանք ենք զգում։ Նախանձի գլխավոր նշանը։ Հոգեբանները առանձնացնում են մեկ առանցքային ազդանշան, որը գրեթե միշտ ուղեկցվում է նախանձին։ Մենք սկսում ենք ակտիվորեն արդարացնել մեզ կամ նվազեցնել այլ մարդու հաջողության արժեքը։ Օրինակ, մտքում հաճախ հնչում են նմանատիպ արտահայտություններ. այո, նա պաշտոնի բարձրացում ստացավ, բայց դա լավ կապերի, այլ ոչ թե ունակությունների շնորհիվ է։ Կամ այսպես. այս ազդը հայտնի է միայն արտաքնի, այլ ոչ թե իր տաղանդի համար։ Իհարկե, նա գեղեցիկ տեսք ունի, բայց թաղամասը կասկածելի է։ Առաջին հայացքից սա պարզապես քննադատություն է թվում, բայց իրականում մեր ուղեղը ճանապարհ է փնտրում ինքնագնահատականը պահպանելու համար, չխոստովանելով սեփական թերարժեքության զգացումը կամ նախանձը։ Ինչու մենք դա չենք նկատում։ Սոցիալական նորմեր։ Նախանձը խոստովանելը նշանակում է վատ մարդ երևալ։ Մենք սովորում ենք քողարկել այդ զգացմունքը, այդ իսկ պատճառով փնտրում ենք արտաքին արդարացումներ։ Ինքնախաբեություն։ Մենք մեզ համոզում ենք, որ քննադատում ենք ոչ թե նախանձից դրդված, այլ օբյեկտիվորեն։ Ինչպես ճանաչել նախանձը եւ աշխատել դրա հետ։ Այս զգացումը հաղթահարելու համար փորձեք հետևել այս պարզ քայլերին։ Ուշադրություն դարձրեք ձեր մտքերին։ Եթե դուք հաճախ եք արժեզրկում ուրիշի հաջողությունը, փորձեք ինքներդ ձեզ ազնիվ հարց տալ. իսկ ես նախանձում եմ։ Կենտրոնացեք ձեր նպատակների վրա։ Նախանձը կորցնում է իր ուժը, երբ մենք կենտրոնանում ենք սեփական զարգացման, այլ ոչ թե ուրիշների ձեռքբերումների վրա։ Զգացմունքը վերածեք մոտիվացիայի։ Քննադատության փոխարեն կարելի է ինքներդ ձեզ հարցնել. ինչ կարող եմ ես անել նույնպես հաջողության հասնելու համար։ Երախտագիտություն կիրառեք։ Գրի առեք այն, ինչ ունեք, ձեր ձեռքբերումներն ու ուժեղ կողմերը։ Դա օգնում է նվազեցնել համեմատությունը ուրիշների հետ։ Եզրակացություն։ Նախանձը հազվադեպ է դրսևորվում վառ կերպով, բայց այն ազդում է մեր մտածելակերպի, հարաբերությունների եւ հուզական վիճակի վրա։ Գլխավոր նշանը սեփական անձն արդարացնելու կամ ուրիշի հաջողության կարևորությունը նվազեցնելու փորձն է։ Գիտակցելով այդ զգացմունքը, մենք կարող ենք ընդունել այն, ուսումնասիրել եւ օգտագործել որպես անձնական աճի գործիք, այլ ոչ թե ավերածության։ Դե ինչ շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Բաժանորդագրվիր YouTube-յան ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար, չմոռանալով քո կարծիքը գրել մեկնաբանություններ բաժնում։